Բարև ձեզ Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայկական դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ։ Ուրախ եմ այս առիթի համար ձեզ շնորհավորելու դպրոցի 10-ամյակի և այս տարվա շրջանավարտներին ավարտելու կապակցությամբ։ Ձեզ հիշեցնեմ, որ լինելով ինքս պատմաբան, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, առանձնակի սեր ու հարգանք ունեմ մեր սփյուռքահայության նկատմամբ, առավել ևս Ամստերդամի, որտեղ 17-րդ դարի կեսերին 1660-ական թվականներին Ոսկան Երևանցին հիմնադրեց աշխարհում հայտնի առաջին տպարաններից մեկը։ Եվ նրանից հետո բանանդեցիները շարունակեցին այդ ավանդույթը և այդ քաղաքը մեզ համար դարձավ հայ մշակույթի, պատմամշակութային ժառանգության խոշորագույն կենտրոններից մեկը մինչև 20-րդ դարի սկիզբ։ Եվ ձեզ համար մեծագույն պատիվ է ապրել այդ քաղաքում, հայաշունչ քաղաքում, հայկական դպրոցի շրջանավարտ լինել և նշել միաժամանակ ձեր տարեմուտը, ուսումնական պրոցեսի ավարտը ձեր դպրոցի 10-րդ տարեդարձի հետ զուգահեռաբար։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ ձեզ հաջողություններ, իմ խորին հարգանքը ձեր ուսուցիչներին, իրենց շնորհակալ աշխատանքի համար, հայոց լեզվի, հայոց պատմության դասավանդման համար, որոնք հայ ինքնություն, հայի նկարագիր ձևավորելու համար շատ մեծ կարևորություն ունեն։ Եվ ես համոզված եմ, որ Հայաստանից հեռու, Եվրոպայի սրտում դուք կշարունակեք մնալ հայ, կապրեք հայեցի կյանքով և անպայմանորեն ձեր կյանքի հետաքրքրական առաջիկա տասնամյակները իմաստավորված կյանքը կապեք մայր հայրենիքի հետ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ առիթ ունենամ լինելու ձեր դպրոցում և հանդես գալու ձեր առջև որպես պատմաբան և կարևորելու մեր պատմության մեջ Սփյուռքի դերն ու տեղը, առավել ևս պատմամշակութային ժառանգության մեջ, որպիսին վստահաբար կարող ենք ասել ունի Ամստերդամ քաղաքը, Ամստերդամահայությունը և այսօր դրանցից մեկը հանդիսանում է Սուրբ Գրիգոր Նարեկացի հայկական դպրոցը։ Աստված ձեզ հետ, հաջողություններ, մինչև հանդիպում։ Շնորհակալություն։